Հայաստանի սահմանադրությունը տարածաշրջանային երկրներին հարմարեցնելու Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական են համարում մասնագետները։ Իսկ Փաշինյանի պնդումը, թե նոր սահմանադրությունն իրենց ծրագրում 2018 թվականից է եղել, խոստովանություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դեռևս 2018 թվականին ինքը այս խելքին էր, այսինքն ինքը նպատակ ուներ հենց այս ուղղությամբ գնալ, ապա դա ըստ էության ինքնախոստովանություն է, որ 2018 թվականին երբ ինքը եկել է իշխանության, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել, երբ իրեն բերել են իշխանության, իրեն բերել են հենց նրա համար, որպեսզի ըստ էության պատմական Հայաստանը կործանի եւ, այսպես ասենք, դրա փոխարեն հրամցնի այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպտը, որը որ նորից եմ ասում, ամբողջովին բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներից։ Իսկ ինչ է նշանակում տարածաշրջանին հարմար սահմանադրություն, ինչու պիտի Հայաստանի սահմանադրությունը հարմարվի մյուս երկրներին։ Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ անկախության հռչակագրից ու Արցախից հրաժարվելուց զատ հնարավոր է այստեղ նոր կետներ արվի, որը վերաբերվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Չեմ բացառում, որ նաև ձևակերպումներ լինի կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքի թվի հետ կապված, կիլոմետր քառակուսիով նշելով։ Տարածաշրջանային սահմանադրության իմաստը իր ասելով դրանում է կանում, իր ասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նույնն է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 12 անգամ խմբագրված ու չարչրկված այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ 3 Հայաստան էր վերադարձել։ Բաքուն դարձյալ խմբագրել ու հետ է ուղարկել փաստաթուղթը։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ սահմանադրական փոփոխությունները Բաքվի պահանջն է, սակայն մասնագետները վստահ են, այդպես է։ Որքան 10, այդքան ավելի շատ են վերցնելու թշնամիները, ասում են զրուցակիցներս ու հորդորում մեծ սպասելիքներ չունենալ խաղաղության պայմանագրից։